Այս ինչ լավն է բուրում։ Ողջույն սիրելի բարեկամներ։ Անցած անգամ մեր բակը մաքրել էինք Արմենի հետ։ Այս մեկ շաբաթվա ընթացքում այն աղբանոցի պատճառով նորից ամբողջովին մեր մոտ զիբիլա։ Մի խոսքով իջել ենք մաքրելու, առաջարկում եմ այսօր միասին անցկացնենք։ Ես այն ուժեղ պրարաբների նման նստեցի, աթոռ ենք իջացրել, Արմենն էլ հավաքում է։ Արմեն ջան, հնդիկ վարձելուց լավ է։ Մանուշակները մոտիկից կնկարես, ծաղկել են արդեն։ Այստեղ տեսեք, նույնիսկ եղինջ ունենք։ Մի անգամ հավաքել ենք, նույնիսկ եզան լեզու պադարոժնիկ կար, էլի մի երկու անգամ հավաքել ենք, ամենավատը, որ այստեղ ծխախոտի այդ մնացորդներն են, բիչոկներն են գցում, մեր փրկած փոքրիկ կանաչ օազիսը Երևանում, և չքնաղ ծաղիկները, սա սալոր է, սա սալոր է, տեսեք, և կողքը նաև բալենի ունենք, եղանակը մի քիչ փոխվում է, բայց ինձ թվում է մենք կհասցնենք մաքրենք, եկեք սև հաղարժն է ցույց տամ, այս մեր հարևանները Սվետան և Ժորայի ուրեմն տնկածներն են, այս ծառերի մեծ մասը մեր հարևան Նելին է տնկել և մենք Արմենը, վայ, այս ինչ վայելք է, ամեն պահը ուղղակի վայել ես, երբ որ հատկապես ամենուրեք շենք է, մասրենիներ ունենք, բայց չի ծաղկե, երևի պետք էր սա ուրեմն մի րոպե դժվար է համ ինձ նկարեմ, համ բնությունը, այսինքն մի փոքրիկ հատված մեր բակից։ Հա, գիտեմ, էսթետները շատ են սիրում նկարել, հատկապես գեղեցիկ պահերը և բնության պահերը։ Ես էլ եմ սիրում։ Ես իհարկե օպերատոր չեմ, բայց ես սովորում եմ։ Հատկապես այս ձմռանը այնքան ցուրտ էր, երկարեց, սա մեր մասրենին է, հուսամ, որ դեռ ինքը ծաղիկներ կտա, բա որ ծաղկում է ոնց է բուրում, այս տարի որոշել էինք էտեինք, բայց չետեցինք, չէ Արմեն, մենակ Արմենը ինչ-որ տենց ծառից մի քիչ կտրտեց, հա լավ, էլ շարունակություն չանեմ, այնտեղ ունենք թթենիներ և տանձենի, էլ ինչ ունենք տնկած Արմեն այս տարածքում մենք, բարևի մեր, այս բալը ինքը իրանով մի հատից հելելա տարածվել է, այս ինքը իր բնական բանով, հա, ծիտիկներն են սերմը բերը, լավ հարևանը, հարութը, թե իր աղբերն է դրել, կա երբ որ հլա ավտոնց տե կանգնելու տեղ ուներ, մինչև չեն եկե տրավի տար է, մասուր ինքն իրան, հետո դե տանձ ունենք, հեն սովորական կլոր տանձերսա, թթեններից մեկը ես եմ տնկել։ Որ մեկն ես դու տնկել, քանի տարվա է։ Դեր ու չարցի ես ասեմ, հեչպես մի 20 տարվա հաստատ, կավա նույնիսկ մի քիչ մեծ։ Դες բալերիներն էլ ինքը մեկը մյուսին հետացել մեկը Նելին է։ Ու բուրմունքը զգում ես։ Նելին է միշտ ծառեր բերում դնում, այն այս տարի էլ է բերել դիասամաններ է բերել թազա։ Արմեն կարծես անձրև է գալիս։ Դու արդեն բավականին հավաքեցիր։ Ինչ էր։ Այսինքն այնտեղի աղբանոցից էր։ Չգիտեմ ինչ ասես։ Ինչ ասես, բերում է։ Ստեղ էլ արանքներն են։ Պրոֆեսոր ջան, կակաշները որտե՞ն ես ուզում։ Հա, մենք նաև կակաչներ ենք ստեղ բերել, տնկենք հեսա։
Ես թվում է այն Լեսին։ դրա սենես սիրուն տեղել է տնկել։ Հա։ Ինչ կասես։ Կասեմ, որ մենք ուղարկի հրաշք ենք նայ, տեսե։ Տեսա՞ր։ Իմ սիրած ծաղիկ է, այո։ Ընդ մանուշակ կա։ Դենց մանուշա։ Ինքն իրան մագլցող թուփաճ է։ Մասրենու նման է։ Սա չգիտեմ ինչ է ճիշտը որ ասեմ։ Էսա։ Էս դու ասում ես որ մանուշակ է։ Ես չեմ ասում, ինքն է մանուշակ, էսա, Մենա, ես։ Այ քեզ բան։ Ես չգիտեմ որ դրսում մանուշակ է աճում։ Դա կարծում հարուտը դերը։ Այ քեզի բան։ Իսկական մանուշակն է այդ, որ մանուշակի հետ։ Այնտեղ երևի նարգիզներ են, հենա։ Հա, հետո կարող է չի։ Տես հեսա։ Վարդերը։ Գնանք տեսնենք այնտեղ մի րոպե։ Հա, բայց ես այստեղ տեսա, որ նույնիսկ խնձորը մի հատ մոտենամ։ Ոյ, այս ինչ հրաշք է։ Այս ինչ սիրուն է։ Սա խնձորենին է ծաղկել։ Տեսեք, կարծես չքնախ վարդեր լինեն։ Շատ է սիրուն։ Ես կարծում էի ցրտահարվել են, բայց չէ։ Բնությունը ամենալավ վերածննդի միջոցները ունի։ Կռեթուկ աճում։ Այ խատուտիկ գտա։ Չեմ գնում շատ մոտիկ, որովհետև ցեխ է։ Այս խատուտիկի ուրեմն բուժիչ հնարավորությունները այնքան շատ են։ Ցավոք այս տարածքում չես կարա բռնես ու քաղես, օգտագործես, այնուամենայնիվ ուրեմն դիաբետիկների համար շաքարախտի դեպքում արմատը եւ ծաղիկն են օգտագործում։ Ցողունները, տերևները աղցան կարող եք, հակաուռուցքային է, ուրեմն լեղապարկի խնդիրների դեպքում են օգտագործում։ Մի շարք հիվանդություններ կարելի է ուղղակի այս ծաղիկով բուժելու շատ-շատ խոտաբույսեր կան, որ դեղից լավ են։ Մի հատ ծաղիկ էի գտե, ասեցի մոտենամ նկարեմ։ Բաց թողեցի, հեսա ծաղկում է, բայց դեռ չհասկացա ինչ, երևի էլի շլոր է։ Գազարուկա, ինչ ասես աճում է բնության մեջ։ Նույնիսկ քաղաքային պայմաններում, եթե թույլ չտաք, գանավիրեն բարեկարգման, ուրեմն պատրվակով։ Կանաչ գույնը, ամենալավ սիրուն գույնն է, չէ Արմեն։ Այս սեզոնի ինչ-որ մեկը լվացք է արել, հանուշաբույր, երևի լուգայա դրե։ Այն կողմը շներին են տանում մեր մոտ ման տալու։ Մեր հարևանուհին իր շունիկի հետ։ Ով է կարոտ է։ Հարևաններ ջան։ Մարգո ու Ռաֆիկ ջաններին պակասում է, Կարինեիս տեղը երևում է։ Այս երեկվա ուղիղ եթերում անտառահատումների մասին էի խոսում, ծառահատումների եւ Երևանում եւ ամբողջ Հայաստանում, այդ թվում Շիկահողի արգելոցում, որ մեր երկրի ղեկին սոսնձված Նիկոլ Փաշինյանը հերքում է, ընդհանրապես ասում է տեղյակ չեմ, եւ մի միտք հնչեցրեցի, հիմա նորից եմ ուզում հնչեցնեմ, որ եթե մենք չանենք,
անընդհատ եմ հնչեցնում, ոչ մեկ չի անի։ Փորձը ցույց տվեց, որ մենք հպարտ քաղաքացիներս տալիս ենք բոլոր հարկերը, ինչ որ կա, հպարտ հարկատուներ ենք դառնում, բայց մեր հարկերով իրականում բարեկարգում չեն անում այնտեղ, որտեղ մենք բնակվում ենք։ Իսկ բնակվում ենք մենք օրինակ մայրաքաղաքում։ Մեկ ուրիշը բնակվում է հրաշք Սյունիքում, եւ այդ Սյունիքի անտառները սկզբում ինժեներական, ռազմական պատճառաբանությամբ ուրեմն հատեցին, հորեցին, հետո բերեցին, նստացրեցին մեր թշնամուն, ու այդ փաստը հիմա, որ մեր ինքնիշխան տարածքը եկել են, գրավել են թշնամիները, հերքվում է ամենաբարձր ամբիոններից։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ էլ պետքա ոչ մեկի վրա հույս չդնել, ինքդ քեզ տնկիր ծառ, ինչեր պես էստեղ։ Ու այսքան հատվածը, այո, նաև իմ ուրեմն բողոքի անհնազանդության շնորհիվ է փրկվել, որովհետև եկել ու քանդում էին։ Քանդեցին։ Միայն այս հատվածն է, արդեն դուք այն հատվածները ես գնացի, նկարեցի, տեսակ, տեսեք ցածր են թռչունները թռնում։ Թույլ չտվեցի, ասեցին, այստեղ չի կարելի, ասեցի կներեք, այսինքն չի կարելի, կարող ենք այստեղ բանջարաբոստանային կուլտուրաներ ենք, ինչ ենք, տնկել օգտվում ենք, մեր դուքյանն ենք սարքել։ Արմենը վերցրել է իմ տան ծաղիկների բահն ու փոցխը, դրանով է փորում, նենց հարմար է, չէ Արմեն։ Հա, կարող է ծռես փչանո։ Մա, ես կմնամ առանց բահի։ Մա լապատեչկա։ Հələ ցույց տու տենամ, էդ ինչ ես արել, այդ լապատեչկես։ Հասկացա, մեր բաժանորդներին ցույց տանք։ Այն ավելի պինդ, որ նյութից կա, դրանով փորի։ Եղանով։ Հա, բայց մի հատ ցույց տու, որ իրա չափերը։ Тебе что жалко? Խաղալիք չի, ինքը փայտից է ու էդի մախբերը սառ է։ Ի։ Ասմա Մինի ագրոնոմների։ Հարևանի կտաս, աղբորս չես տա։ Արա չէ, ասմա բանից եկած, Հալեպից եկած Սիսակին կտաս, ուրեմն իմ աղբորը չես տա։ Հա, Հալեպից եկած Սիսակին կտաս, Հալեպից աղբորս չես տա։ Մի խոսքով լավ էլ եղանակը մեզ դիմացավ, ոչ էլ անձրևը եկավ ու հասցրեցինք 2-3 հատ սոխու կա մնացել, դա էլ կտնկենք ու կբարձրանանք տուն ու հաճելի վերևից բոլոր հարևանները կտեսնեն, որ մաքուր է։ Իսկ ամերոն ես ինչ ձև է, ցույց տալի հետաքրքիր է, շատ է դուրս գալիս այդ կանաչը։ Այ այն ուրեմն պահն է, որ վերցնես քո պրոֆեսիոնալ լուսանկարներ անես, չգիտեմ, տարբեր չքնաղ Հայաստանի վայրերում ու ցուցադրես, թեկուզ վիդեոներ, հա հիմա էլ դրոնով են անում, բայց դեռ կարելի է դրոնով անել, հետո կգան արտասահմանի ջոչերը եւ թույլ չեն տա մի քանի օր թռչող ապարատները Երևանի օդում լինեն։ Հոգնեց ձեռքը ժողովուրդ ջան։ Լավ եղեք, առողջություն եմ բոլորին մաղթում։ Այս ծիտիկների ձայնն էլ ինքան սիրուն է։ Հələ մի հատ երգեք։ Այստեղ կեռնեխ ունենք, զույգա կեռնեխի, ու ես շատ եմ սիրում իրանց լսեմ։
Սև կեռնեխներ են։ Մինչ հանդիպում։ Լայք ենք դնում, կիսվում ենք, բոլորին ասում ենք։ Եղունգ ունես, գլուխդ քորի, ծառ գտի, ծառ տնկի։ Նիկոլի հույսին մի մնացեք։ 10 միլիոն ծառ էր տնկում, եղածը ոչնչացրեց։ Միայն թղթի վրա անտառներ են նկարել։ Անծանոթ շուն եկավ։ Մենուր գնաց։ Մեր բակի շունկը չէր։